Երեխաների հոգեկան առողջության պահպանման և ժամանակին աջակցության անհրաժեշտությունը վերջին տարիներին հատկապես ավելի հաճախ է հայտնվում մասնագետների ուշադրության կենտրոնում։ Այդ նպատակով Հայաստանի դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներդրվելու է հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության առավել կայուն համակարգ, որի նպատակը երեխաների հոգեբանական կարիքների վաղ բացահայտումն ու անհրաժեշտ աջակցության ապահովումն է լինելու։ Դպրոցներն ու նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարևոր դեր ունեն երեխաների հոգեկան առողջության և բարեկեցության ապահովման գործում։ Ավելի քան 36,000 երեխայի ընտանիքների հետ միասին տեղահանությունից հետո դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների հզորացումը դարձավ հրատապ անհրաժեշտություն՝ օգնելու փախստական երեխաներին հաղթահարել ճգնաժամի հետևանքները, շարունակել կրթությունը և հաջողությամբ ինտեգրվել նոր կրթական միջավայրում, միաժամանակ աջակցելով նաև ընդունող համայնքների երեխաներին։ Նոր մոտեցումը փորձարկվել է 8 դպրոցում և 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունում։ Ավելի քան 3000 ուսուցիչ, հոգեբան, դպրոցի տնօրեն և նախադպրոցական հաստատության աշխատակից է մասնակցել կարողությունների զարգացմանը ուղղված 6 ծրագրի։ Մասնագետների գնահատմամբ նման ծրագրերը կարևոր են, սակայն դրանց արդյունավետությունը մեծապես պայմանավորված է այն միջավայրով, որտեղ երեխան ապրում և սովորում է։ Բնականաբար կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր միշտ պետք է անել, դրա համար նորմալ է, բայց շատ կարևոր է, որ ոչ միայն այդ տեսակի ծրագրեր արվեն, այլ նաև մեր կյանքն էլ փոխվի, որովհետև դպրոցներում առկա շատ սոցիալական, հոգեբանական խնդիրներ, դրանք կյանքի արդյունք են, իրականության արդյունք են։ Մասնագետները նկատում են, նախորդ տարիների համեմատ հոգեբաններին դիմելու մշակույթը աստիճանաբար ավելի է զարգանում և ձևավորվում, քանի որ հասարակության վերաբերմունքն է նաև դրա նկատմամբ փոխվել։ Հոգեբանների դիտարկմամբ դպրոցներում առավել հաճախ հանդիպող խնդիրներից են բուլինգը, հասակակիցների միջավայրում հարմարվելու դժվարությունները, տագնապային վիճակները ու տարատեսակ վախերը։ Նման համակարգի ներդրմանը մասնագետները դրական են արձագանքում։ Բավականին ողջունելի նախագիծ է, որովհետև նախ որքան էլ որ մենք խոսում ենք այն մասին, որ հոգեբանին դիմելու մշակույթը մեր երկրում արդեն թափ է ստացել, այնուամենայնիվ կան որոշակի շերտեր հասարակության, ովքեր դեռևս վախենում են դիմել հոգեբանի, կամ ամաչում են, կամ ուղղակի տեղեկացված չեն։ Եվ նաև երեխաները, ինչպես նաև ծնողները եւ մանկավարժները շատ դեպքերում, որ որոշակի խնդիրներ համարում են, որ դա նորմալ է, կճանաչեն խնդիրը։ Հոգեկրթության պայմաններում կհասկանան, որ դա խնդիր է, որը որ պահանջում է լուծումներ։ Մասնագետները նաև նշում են, որ Արցախից տեղահանված երեխաների աջակցության նպատակով իրականացվել են դպրոցական նոր միջավայրին նրանց ինտեգրմանը, սոցիալական նոր հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև տեղահանության հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաների հաղթահարմանը միտված լայնածավալ ծրագրեր։ Մասնագետների գնահատմամբ այդ տրավմաները խորքային են և պահանջում են նպատակային ու շարունակական աջակցություն։ Երեխաների հոգեկան առողջության պահպանումը կրթության որակի անբաժանելի մասը համարող մասնագետները նշում են, դպրոցներում ժամանակին ցուցաբերվող աջակցությունը կարող է կանխել բազմաթիվ խնդիրներ, նպաստելով երեխաների լիարժեք զարգացմանը ու բարեկեցությանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։